Իսկ ընտրության մասին ես չեմ ընտրվել, 3 ուրիշներ են ընտրվել, որ այսպես միասեռական են, ամեն ձևն են սիրում, տղամարդկին են սիրում, ամեն տեսակն են սիրում եւ ուրիշ ընտրվել են ամենայն դեպս, որովհետեւ մենք 9 հայ տեխնացու ունենք։ Այս 9 հայ տեխնացուն մասամբ քվեները կորավ, բաժանվեց, որովհետեւ մարդիկ, որ այստեղ չեն ապրում, եկել են անունը գրանցել են այստեղ եւ ասում են, որ մեկի տան վրա հսցեն գրե մասնակցել են, մեկը նոր Հայաստանից է եկել մասնակցել է, մեկը ուրիշ, այսպես մեծ թվով հայեր մասնակցեցին եւ դժվար կացության մեջ դրին իրենց եւ ինձ։ Ուրեմն այսպես հաջորդ տարիներում նոր անձիկ են ինչ որ 3 աթոռներ կզբաղեցնեն, երկուսը անցյալում նաեւ խորհրդի անդամ են եղել, մեկը նոր է, ամենայն դեպս սա է ընդհանուր ընտրության վիճակ։ Իսկ ես հիմա քալեջ եւ դպրոցի վիճակն եմ ուզում ցույց տալ ձեզ, եթե ցուցադրենք այստեղ տեսնում եք ընտրությունը, եթե մեծացնենք, այնտեղ Glendale College առաջին area number 2 այնտեղ ընտրվում է Խաչատրյան, ընտրվում է երկրորդը տեսնում եք Մանուել Մագ-Փափյանը մի քիչ իր քվեն մոտավորապես 130 մի քանի քվեով հիմա ավել առաջ է եւ թվում է սա վերջնական է լինելու, քան թե Թոնի Պողոսյանը, երկուսն էլ այստեղ ռեգլամ ունեին, երկու տեխնացուները college board area number 3 Glendale Unified School District area B այնտեղ տեսնում եք Գրեգ Քրիքորյանը առաջ էր, բայց այս վերջին օրերից Գրեգ Քրիքորյանը 8 քվեով, տեսեք քվեարկելը ինչքան կարևոր է, 8 նորից կրկնում եմ, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 քվեով հաղթվում է Ինգրիդ Գնելին 8 քվեով հաղթվում է։ Trustee Area C տեսնում եք այնտեղ Kathleen Cross ընտրվում է, այստեղ տեսնում եք Kathleen Cross, անցնենք առաջ եւ նաեւ Glendale School District Area D այնտեղ Այլին Դինկջյանն է ընտրվում, տեսնում եք այնտեղ առաջին տեղում ինքն է Այլին Դինկջյանը, որ ինքը ծագումը ֆիլիպինցի այստեղ ծնված է, բայց ամուսինը հայ է, այսպես ընտրվում է այս area D, ինչ որ տեսնում եք այստեղ։ Իսկ մեկ հարց, որ հարկերին պահանջում, ես ես հաղորդել էի, որ այդ հարկերը tax են ուզում ավելացնել, որ շատ տեղերում 9.5 է tax-ը 5.25 պիտի դարձնեին, Գլենդելի վրա հիմա չի ազդի, բայց ամեն տեղ ազդելու է, ինչ որ գնում եք գնումները կատարում ուրիշ քաղաքներում, այնտեղ էլ կլինի 10.25% է լինելու հարկերը, այդ թվում է մի փոքր առաջ է հիմա, նախապես ժողովուրդը քվարկել էին, նոր հարկեր չէին ուզում վճարել, իսկ նրանք որ համաձայն են առավել հարկ վճարեն, tax վճարեն, հիմա մի փոքր ավել առաջ է, չեմ կարծում արդյունքը տարբեր կլինի։ Իսկ հիմա ես ուզում եմ խոսել Ամերիկա եւ Իրանի պատերազմը։ Իրանը վայր է գցել մեկ հելիկոպտեր, որ ասում էր մտել է իր սահմանում է մտել, իսկ օդաչուները կարողացան դուրս թռչել եւ երեք ես ցույց տվի, որ նավակը, որ առանց վարորդ նավար եկան եւ երկուսին փրկեցին տարին։ Իսկ այդ բերումով նախագահ Թրամփը ասում է, ուրեմն պետք է ես պատասխանեմ եւ որովհետեւ բանակցությունը շատ դանդաղ է տեղի ունենում, որովհետեւ Իրան եւ Ամերիկան բանակցության մեջ են, միշտ Թրամփը ասում էր լավ տեղի է ունենում բանակցությունը, բայց շատ դանդաղ է, ուրեմն արձակումներ է կատարել, որ ես այստեղ
ուզում եմ ձեզ ցուցադրել, տեսնում եք ամերիկյան ուրեմն Օման օվկիանոսից այս ռազմանավերով հարձակումները կատարվում։ Նախագահ նաև ասում է, որ ինքը որովհետև Իրանը ռադարներ չունի, ուրեմն որովհետև ռադարներ չունի, իրենք գիշերով 22 խոշոր նավ այդ Հորմոզի նեղուցից անց են կացրել, որ մնացել էին այդ Պարսից ծոցում մնացել էին, օգնել են, որ կարողանան գնան։ Եվ խիստ թանկություն է եկել այս երկիրը, որ քիչ հետո պիտի անդրադառնամ այս հարձակումները Իրանի վրա, որ կատարեն են, եւ Իրանը ասում է, որ էլի դպրոց են արձակվել, դպրոց են ռմբակոծել, Ամերիկան ասում է մենք լուր չունենք, որտեղ աշխատել են մինչև հիմա այդպես չլինի։ Հիմա նախագահը սպառնում է, որ հողի այդ որոշ տարածքները հողի հետ է հավասարելու Իրանում, այս ասացի Apache հելիկոպտերը երբ վայր ընկավ, իսկ Իրանի խոսնակը National Security Commission-ի պատասխանատուն պարլամենտի ուրեմն անվտանգության անձերից մեկը ասում է մենք չենք վախենում նրանք կհաղթվեն, այսինքն այս ամերիկան, այսինքն կհաղթվի, թողնիկը գնա, այսպես են։ Իսկ Իրանը հարձակվել է Բահրեյն, Քուվեյթ եւ Հորդանանի վրա ամերիկյան խարիսքների, բեյսերի վրա, զինվորական տարածքներին է հարձակվել։ Նախագահը ասում է իրենք պետք է պատժվեն կամ վճարեն կամ pay the price, որ շատ երկար է տևում այս բանակցությունները։ Իրանը նաև պատճառ ունի, որովհետև իրենք չեն կարողանում միասին հավաքվեն, ղեկավարը չի կարողանում դուրս գա կամ հանդիպի, դա է երկար է տևում, մինչև իրեն հասցնեն տեղեկությունները։ Իրանը ուրեմն եւ ասում է aggression կամ հարձակվել է, դրա համար է Միացյալ Նահանգներ եւ այսինքն պաշտպանության նախարարն էր, որ խոսում էր եւ ասում է պատժվելու են, pay the price, այսպես ասում են իրենք։ Այստեղ տեսնում եք այդ նավակներն է, որ կարողացան այդ իրենց հելիկոպտերի երկու օդաչուին, տեսնում եք անձ չկա մեջ ղեկավարելու, այլ հեռահար լինում է։ Նախ այստեղ դեմոկրատների ղեկավարն է, որ ասում է քննադատում է, ասում է Թրամփի պատերազմն է սա, անտեղի պատերազմն է եւ դրա համար խոշոր inflation թանկություն է եկել այս երկիր սենեթի դեմոկրատների ղեկավարն է, ինչ որ մեղադրում է Թրամփին։ Թրամփի հայտարարությունն եք տեսնում, որ ասում եմ մենք գախնի այդ ինչ որ ցեզ ասում են նավթ տեղափոխող խոշոր նավերը կարողացնենք անցկացնել 100 միլիոն տակար նավթ, ուրեմն օգնել են, որ կարողանա այդ նեղուցից անցնի եւ այնտեղ պատճառաբանում է, որովհետեւ ռադարներ չունեն, չգիտեն ինչ է կատարվում այդտեղ, որովհետեւ Ամերիկան վերացրել է բոլոր այդ ռադարները իրենցը Իրանի, ուրեմն կարողանում են գնալ իհարկե Ամերիկայի օգնությամբ։ Ես պիտի դադարեցնեմ, թանկության մասին պիտի խոսեմ, նախագահ այս մասին ինչ է ասում, իսկ ծրագիրը հովանավորում է Երևան Post հովանավորում է ծրագիրը։ Եթե դուք ծանոթ ունեք Հայաստան պիտի ղրգեք, մի փաունդը $2.99 են տանում։ Իսկ եթե Երևան Post տանեք ձեր ծանրոցը նավով, մի ծանրոցը իրենց որևէ չափի վերցնեք, երկրորդ ծանրոցը անվճար կտանեն ձեզ համար։ Խոշոր ծանրոց վերցնեք, խոշոր տեսակ կարող եք վերցնել։ Իսկ նաև եթե դուք ուզում եք տեղափոխվեք, ուզում եք գնաք Հայաստան ապրեք, մեքենա ունեք տանելու, SUV-ն իջեցրել են $800-ով, $1790 է հիմա, եւ սեդան եթե ղրկեք Հայաստան $1690 պիտի վճարեք։ Նաեւ կահկարասիկ ունեք, կարող եք ուղարկել, ինչպես ժողովուրդ տեսնում եք, այսպես տարեն են, անձնել են, եթե տեղափոխվում են կամ ձեր ազգականին մի բան պիտի ուղարկեք, այսպես տեսնում եք։
Ծրագիրը ովանորում է Court Furniture ովանորում են ծրագիրը Central Emerteli հատման կետում Glendale-ում Orange County-ում 405 Freeway եւ նաեւ Euclid փողոցի հատման կետում է Santa Ana-ում ունեն բոլոր Ամերիկայում մեկ խանութներ ունեն 100-ից ավել Court Furniture խանութ ունի նոր մատրեսի թեպիտի գնեք այցելեք եթե Glendale-ում եք 339 նոր Central եւ նաեւ Մրթել փողոցի հատման կետ Շահին թուրն է հովանավորում ծրագիրը Շահին թուրը այս վարքյանից ցեզ է առաջարկում Alaska Vancouver այդ շրջագայությունը առաջարկում 16-ից օգոստոսի մինչև 25-ը 10 օր $2390 ամեն ինչ ներառված է all inclusive այսպես կոչված զանգարեք ժամադրություն այսինքն ձեր տեղերը ապահովեք ծրագիրը հովանավորում է դոկտոր Բարսեղյանը Մահտեսյան ատամնաբույժներն են հովանավորում սա իրենց հեռախոսի համարն է կարող եք հարցեր ունեք զանգարեք իրենց կվերադառնա Ես ուզում եմ inflation-ի մասին խոսել եւ տեսնում եք մայիսը հիմա հունիսը նոր ենք սկսել մայիսը լրիվ տեղեկություն ունենք 4.2%-ով ամեն ինչը ավել թանկ է ընդհանուր քան թե անցյալ տարի այստեղ տեսնում եք այդ մի տարվա ընթացքում ինչքան թանկացել է որ թանկությունը վերագրում են այս պատերազմի Իրանի որովհետեւ բիլիոնավոր դոլար ամերիկան ծախսում է 60,000 զինվորական այդ Հորմուզի նեղուցի մոտ Օման ծովում զինվորականներ ունի հետո այս ռազմական հարցերը ռումբը եւ այլն ծախսերը պատկերացրեք դրա համար շատ ամեն ինչ թանկանում է որովհետեւ ավել դժվարությամբ ապրանք է գալիս ուրիշ տարածքներից նամանավանդ եթե նավթը բենզինը թանկացել է որ ինչ որ գնում է gas station գիտեք նախապես նախքան պատերազմը փետրվարի 28-ին սկսեց բենզինը մեր տարածքում $4.34 էր 44 էր իսկ հիմա բենզինը դարձել է $5.70 $5.90 խոշոր տարբերություն կա հիմիկվա եւ նախքան փետրվար 28-ը ամեն դեպս սա ընդհանուր թանկությունն է ինչ որ տեսնում եք նախագահ Թրամփին հարցրին որ շատ թանկացել է եւ դրա համար Dow Jones, Nasdaq-ը եւ S&P 500, այսինքն բիզնեսները խիստ ուժում են 953 Dow Jones-ը իջել է 1.87%-ով, Nasdaq-ը 1.99%-ով եւ S&P 500 1.62%-ով տեսնում եք իջել է այս պատերազմի բերումով ինչ որ դեռ շարունակվում է Իսկ նախագահին ասացին, որ ամեն ինչ շատ թանկացել է inflation, ինչ որ 4.2%-ը, ինքը ասաց I love inflation, prices will come down։ Ինքը նախագահ ասաց, որ գինը կիջնի, երբ որ պատերազմը վերջանա, որ հայտնի չի երբ կվերջանա, կիջնի։ Տեսնում եք այդտեղ թանկություն inflation 4.2%-ով է, բենզինը 40%-ով հիմա ավել թանկ է, քան թե պատերազմի սկսելը իհարկե այս վերջին օրերից իջել էր բայց այս նոր որ պատերազմ եղավ բենզինը նորից բարձրանալու է վաղվանից գինը մի քիչ ավել բենզինի բարձր լինելու քան թե ինչ որ տեսնում եք հիմա որովհետև մի տակառը հիմա հասել է $95 իջել էր մոտարապես $90 մոտ էր բայց հիմա նորից նոր այս պատերազմի Իրան Ամերիկայի որը սկսվել է նորից թանկացել է նավթը այդպես ես ուզում եմ շարունակել եւ ցույց տալ նախագահ Թրամփը այս բերումով որ ամեն ինչ թանկացել է ուտելիքը բենզինը թանկացել է այստեղ է ինչ որ ասում է որ I love inflation բայց հետո ասում է որ գինը կիջնի շուտով պատերազմը կդադարի որ թվում է նոր առավելը սկսվել է հիմա մարդկանց վիճակի մասին այն $510 պատերազմի սկսելուց հիմա այստեղ տեսնում եք $510 ավել շատ անձը
բենզինի վրա վաճառելու է քան թե կամ այսինքն ավել թանկ բենզին առնելով $510 ավել գումար պիտի ծախսի քան թե նախքան պատերազմը այստեղ տեսնում եք նաև ուրիշ թանկությունները միայն բենզինով չի ավարտվում ամեն ամիս $294 ամսական անձը ուտելիքի համար ուրիշ իրեն պիտույքները ավել թանկ է քան թե մի տարի առաջ ուրեմն ամեն ամիս ավել է ծախսում grocery ուրեմն գնում եք 5 տարվա համեմատ 25%-ով հիմա ավել թանկ է ինչ որ գնում եք ուտելիք եք գնում այնտեղ կանաչի եք գնում միրգ եք գնում ամեն ինչը այդպես թանկացել է ես պիտի դադար վերցնեմ երբ վերադառնամ ձեզ ցուցադրեմ Ամերիկայի ամենա 10 բարձր աշխատավարձ ստացող անձիկ որ ղեկավարում են մեծ ընկերություններ իրենց աշխատավարձը ձեզ ցուցադրեմ եւ համեմատեմ նույն աշխատատեղի միջին median որ կեսի հիմա քիչ բացատրությունները հետո տեսնեք աշխատողի համեմատ ընկերության ղեկավարը քանի հազար անգամ ավել է իր եկամուտը դա ցուցադրեմ ձեզ իսկ ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն հովանում եթե դուք վարձակալ եք վարձենեք ապարտման վարձենեք առանձնատուն Կալիֆոռնիայի որևէ քաղաքում ապրում եք չի տարբերում պետք է այդ բնակարանը մաքուր լինի բնակելի լինի եթե պահարան բացում եք մերճուններ կա այսինքն միջատներ կա այդ պահարանի մեջ դա հարմար չի բնակելի չի եթե մրջուն կա ձեր տուն մուկ կա ձեր տան մեջ ապարտմանի մեջ կամ առանձնատան մեջ դուք դիմեք զանգարեք այս հեռախոսին դուք ոչինչ չեք վճարում եթե գումար վերցնի ձեզ համար հետո այդ գումարից դուք իրեն կվճարեք ուրեմն դուք խորհրդակցության համար եթե ձեր բնակարանը այդպես վիճակի մեջ է զանգարեք այս հեռախոսի համար ծրագիրը հովանավորում է Փիզարտինի Բրբանկում հովանավորում է ծրագիրը սա հեռախոսի համարն է Փիզարտինի զանգահարեք ձեր պատվերները տվեք եթե որևէ տեսակ պիցա պատվիրեք երկրորդ պիցան 50% զեղչ եք ստանում դոկտոր Թավանսի հովանավորում է ծրագիրը աչքի վիրահատող բժիշկ է որևէ հարց ունեք ձեր աչքերի հետ Գլենդելում զանգարեք այս հեռախոսի համարին 240-2242 իսկ Orange County-ում իր նոր գրասենյակ այնտեղ մոտավորապես երկրորդ ամիսն է ինչ որ բացվել է Orange County-ի բնակիչները բոլորդ կարող եք զանգարեք այս հեռախոսի համարին վիրահատող մասնակետ 31 տարվա փորձառության աչքի մասնակետ է կարող եք այնտեղ հանդիպեք իրեն Coast-Drive այստեղ տեսնում եք Costa-Mesa-ում զանգարեք ժամադրություն վերցրեք այս մասնակետի հետ դոկտոր Մարտին Ստեփանյանն է հովանավորում եթե դեմքի վրա քթի գործողություն պիտի կատարեք որը գեղագիտական աշխատանքի համար այս հեռախոսի համարին զանգարեք խորհրդակցեք իր հետ կվերադառնա ես ուզում եմ խոսել մեկ ընկերության ղեկավարի աշխատավարձը կամ եկամուտ ինչ որ ստանում է համեմատեմ միջինը median-ը միջին չի բայց նշանակում է 50% ավել են ստանում 50% ավել պակաս միջին հիմա պատկերացրեք միջին աշխատավարձի համեմատ տեսնենք այս ընկերության ղեկավարը քանի անգամ ավել շատ գումար է տանում տուն քան թե աշխատողը չտեսնված է 10 հոգունը ես միայն այստեղ պիտի ցույց տամ նախապես այսպես չի ելել հին ժամանակ օրինակ ղեկավարը 5 անգամ 10 անգամ 20 անգամ 100 անգամ ավել եկամուտ են ունում Իլան Մասկ իր եկամուտը compensation տեսնում եք 132 բիլիոն իր եկամուտն է եղել այսպես տեսնում եք Նախքին տարիներում 2025 թվականին իր
եկամուտը 94 միլիոն 827 է եղել իր եկամուտը անցյալ տարի 2025 94 միլիոն է եղել իր եկամուտ հիմա 132 բիլիոն է դարձել իսկ համեմատ իր մոտ աշխատողին միջին աշխատողի համեմատ 2 միլիոն ու կես իր աշխատավարձը ավել շատ է քան թե այնտեղ իր ընկերությունները աշխատողները բարձր աշխատավարձ ունեն բայց 2.5 միլիոն անգամ իր աշխատավարձը բարձր ուրեմն այսպես տեսնում եք մյուս 864 միլիոն դոլար իր եկամուտն է այստեղ տեսնում եք մեկ ուրիշը 821 միլիոն աշխատավարձն է այս ընկերությանը տեսնում եք այդտեղ գրված է ներքևում կամփնի անունը անձի անունն է գրված եւ 3965 տոկոսով ավել է իսկ անցյալ տարի նույն մարդու աշխատավարձը 10 միլիոն 838 եղել այնտեղ աշխատողների համեմատ ինքն այս անձնավորությունը 6500 անգամ իր եկամուտը ավել շատ է քան թե միջին աշխատողից նայում ենք տեսնում ենք մեկ ուրիշ ընկերություն այստեղ տեսնում եք Open Door Technology իրեն եկամուտը 741 միլիոն է մի տարի առաջ 2025-ին 4 միլիոնից ավել եկամուտ ուներ երբ համեմատում ենք իրեն աշխատավարձը այդ տեղի այդ աշխատողների այս գործարանի աշխատողների միջին աշխատանքի համեմատ երբ որ համեմատում ենք տեսնում ենք 7580 անգամ իր աշխատավարձը միջին աշխատողից ավել բարձր է մյուսը տեսնում եք Robert Scaring այստեղ տեսնում եք Private Automotive Inc 402 միլիոն դոլար իր աշխատավարձն է մի տարի առաջ իր աշխատավարձը 5 միլիոն է եղել այսպես տեսնում եք մեկ անգամից 2604 անգամ իր աշխատավարձը բարձրացել է իսկ համեմատ այդ գործարանում աշխատողների համեմատ իր աշխատավարձը 4500 անգամ իր աշխատավարձը ավել բարձր է քան թե միջին աշխատավարձը այդ ընկերության մեջ եւ այսպես մյուսներին եք տեսնում 12 միլիոն է իր աշխատավարձը եղել դարձել է 280 միլիոն մյուսը 205 միլիոն է իր աշխատավարձը հիմա 63 միլիոն է ունեցել այսպես տեսնում եք համեմատում եք տեսնում եք Zaslav David Zaslavը որ Warner Brothers Discovery TV հեռուստաալիքի աշխատավարձ 165 միլիոն նախապես 37 միլիոն էր իր աշխատավարձը այս Zaslavը համեմատ նրանք որ իրեն ընկերության մեջ այսինքն Warner Brothers եւ Discovery-ում աշխատողի համեմատ 1400 անգամ իր աշխատավարձը ավել բարձր այսպես տեսնում եք տարօրինակ եկամուտ որ հիմա այս մարդիկ ունենում են 10-րդում որ տեսնում եք Aurora անունով 99 միլիոն իր եկամուտն է այս հիմա նախկինում 9 միլիոն էր իր եկամուտը երբ որ համեմատում ենք այդ ընկերության միջին աշխատավարձի հետ այդ ով որ այստեղ աշխատում իր աշխատավարձը բարձր է համեմատ նրանց 4500 անգամ ավել եկամուտ է ստանում քան թե միջին աշխատավարձ ստանող այդ ընկերության մեջ ընկերությունների մեջ մարդիկ կան կարող միլիոն են ստանում բայց միջինի համեմատ տեսեք ինչքան բարձր աշխատավարձ ունեն ամերիկայի ամենաբարձր աշխատավարձ ստացող ընկերությունների ղեկավարներն էր ինչ որ ես ձեզ այստեղ ցուցադրեցի ես հիմա ուզում եմ խոսել անձրևում է հեղեղը տեղի ունենում ամերիկայի կենտրոնական տարածքներում եւ դեպի արևելք եթե շարունակենք տեսնում եք այսպես ինչ տեղի ունեցող դժվար Շիկագոյում 100 մայլզ ժամական փոթորիկ է տեղի ունենում թորնեդո է տեղի ունենում հիմա պատկերացրեք
42 միլիոն մարդ այսօր դժվարության մեջ են հետո վաղը առավել 60 միլիոն 80 տեսեք փոթորիկ քանդել է երկրորդ տեսակետի EF2 փոթորիկ է տեսնում եք տապանել է մեքենաներ բնակարաններ վնասվել են եւ վաղը ավել վատ է լինելու այսօր 7 թորնեդո կամ փոթորիկ էր տեղի ունենում այդ Շիկագոյում եւ ուրիշ այդ տարածքներում իսկ 200,000 մարդ էլեկտրականություն չունի դժվար կացություն է գիտեք ունենաք փոթորիկ էլեկտրականություն չունենաք տեսեք կյանքը ինչպես է լինելու ես ուզում եմ խոսել հիմա Բիլ Գեյթի մասին Բիլ Գեյթը Ամերիկայի մի ժամանակ ամենահարուստն էր հիմա այդպես չի որովհետեւ իր գումարներից Բիլ Գեյթը ամենամեծահոգիներից մեկն է եղել այս հարուստների միջև իր կինը իրենից բաժանվեց երկար տարի տեսպես հանդուրժում էր ինքը տարբեր կանանց հետ սեռային հարաբերություններ ունենում կինը հանդուրժում մինչև վերջը բաժանվեց իրենից իր կինը բաժանվեց իրենից Մելինդա Գեյթսը բաժանվեց իրենից եւ հիմա ես ցեզ ասեի Ջեֆրի Էփստին մեկ մեծահարուստ բիլիոնատեր որը պատանի աղջիկների հետ էր հանդիպում ինքը հիմա բացատրում է Բիլ Գեյթ բացատրում է որ 2010-11-ին աշխատել էր իր հետ կապվեր եւ ինքն էլ կարծում եմ մեծահարուստ է charity կամ օգնություն հասցնելու որովհետեւ այս Էփստինը ինքը նաեւ աշխատանք էր տանում իբր թե օգնում էր որոշ non-profit ոչ հատիտական աշխատանքներ նաև կատարում էր բայց գնում էր այս բիլիոնատերներին իրենց հետ խոսում էր ինչպես Բիլ Գեյթի հետ խոսել էր որ ոմանք խոսում են քո մասին ասում են բացի այդ ժամանակ կին ուներ Բիլ Գեյթը ուրեմն ուրիշ կանանց հետ հարաբերություն ունես կարելի է որոշ գործեր անել կամ այսպես խրախուսական խոսքեր էր ասում որպեսի անձը մտահոգվի որպեսի չտարածվի ինչ որ ասում եմ մեծև լավություն անեն այս Ջեֆրի Էփստինին որ 2019 թվականին ինքնասպան եղավ բանդի մեջ որ խոսքը չտարածվի այսպես Բիլ Գեյթին նաև այդպես հարցեր էր ասել ես հիմա ուզում եմ տեսանյութ ցուցադրել եւ տեսնեք սա Բիլ Գեյթն է որ ուրիշ նկարներ հիմա իրեն կանչել էին օրենսդիր մարմնի մոտ 6 ժամ Բիլ Գեյթին հարց է տվել ծախում տեսնում եք Ջեֆրի Էփստինին եք տեսնում ում որ քիչ առաջ մասին խոսեցի Բիլ Գեյթն է որ լրագրողներ իրեն հարցեր են տալիս բայց գնում է առանց պատասխանելու իր կինը Մելինդա Գեյթը ասում է այսօր երբ որ գնացել էր օրենսդիր մարմնի առջև իրենց հետ խոսում էր ամենտեղ գրվում էր տեսնում եք թեստիմանի ասում է եթե Էփստինի հետ այսպես հարաբերություն եմ ունեցել ներողություն եմ խնդրում բայց ես որևէ բան չեմ տեսել որ ինքը սխալանի իմ առջևը իմ առաջ չի արել որտեվ Էփստինը մեղադրում էր պատանի աղջիկ 14, 15, 16 տարեկանի հետ հարաբերություն ասում ես չեմ տեսել ինձ մոտ չի պատահել եւ ասում է որ ես իմ դատողության սխալ ունեցել եմ որ իրեն հետ մտերմացա եւ անցյալում Բիլ Գեյթը ծանոթացել էր 2010 եւ 2011 թվին ինքը Ջեֆրի Էփստինը 2008 թվին նաեւ հենց նույն մեղադրանքները ինչ որ հետո 2019 թվին ունեցել էր դրա համար ասում է թեև գիտեի որ որոշ խնդիրներ ունեի բայց սխալ դատողություն ունեցա լրիվ չանդրադարձա որ այդ իր մեղադրանքը ինչքան խորն են կամ ինչքան շատ են եւ դրա համար ներողություն է խնդրում այսպես Բիլ Գեյթի մասին երբ որ ներկայացնի նորից
տեսակ այստեղ Bill Gates-ը հիմա ասում է Epstein-ը, այսինքն մյուս անձնավորություն, որ ինքնասպան եղավ, աշխատեց, որ այդ տեղեկությունները ինչ որ իմ մասին գիտի եւ ինչ որ հարաբերություն եմ ունեցել ուրիշ կանանց մասին նկարներ, բան ինձ ցույց էր տալիս, որ երևի ինձ վախեցնի, որ իմ ամուսնուս, այսինքն իր կնոջը կասի, բայց ես իր հետ չշփվեցի եւ ինչ որ ինքը ասում է, ես որևէ հարաբերություն իր հետ չեմ ունեցել։ Ու տեսնում եք, այսպես տեսնում եք, ասում եք տեղեկությունը ուզում էր օգտվել, որ ինձի ճնշման տակ առներ։ Եվ ես այդպես մեկին չեմ հարաբերություն ունեցել երեխա եւ այլն չունեցել, այստեղ տեսնում եմ never victimize anyone։ Եվ ես չեմ տեսել իմ աչքիս առջև, չեմ տեսել ինքը եթե սխալ սեռային հարաբերություն էր կազմակերպում կամ կատարում էր, ես չեմ տեսել, ասում է Bill Gates։ Ես մի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, պետք է շարունակեմ ծրագիրը այդ ժամանակ Graham Plantrey մասին խոսեմ, երեք երեխաների մայրիկի մասին խոսեմ, որ մեկը տեսնեք ինչ է պատահում երեխային։ Ծրագիրը հովանավորում է Չոփրյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում։ Չոփրյանները 3 փաստաբաններ են, եթե ավտովթար եք ունենում, accident եք ունենում, զանգարեք, իրենց հետ խորհրդակցեք, ձեր մտահոգությունները իրենք առաջարկում են իրենց հանձնեք, զանգարելով 818 244 47 47։ Դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում ալերժի ու ասմով, եթե տառապում եք, ասմա ունեք, այս հեռախոսի համարն է զանգարեք։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը։ Hollywood Piano-ն հունիսի 19-ին, այստեղ տեսնում եք Juneteenth տեսնում եք ձեռնարկա Kirk Andrew Wilson, ճանաչված արտիստ է, այդտեղ ներկա է լինելու, մուտքը ազատ է ուրբաթ օր հունիսի 19-ին, երեկոյան ժամը 7-ին Hollywood Piano-ի այդ կոնցերտի սրահում, այնտեղ կոնցերտի սրահ ունեն իրենք, մուտքը ազատ է, կարող եք գնալ այնտեղ կվերադառնա։ Graham Plantrey-ն եք տեսնում, որ Maine նահանգը ամենաարևել հյուսիսարևելյան նահանգն է, իր տեխնացություններ դրել սենեթի համար։ 3 ընտրությունը նախնական ընտրություն տեղի ունեցավ, դեմոկրատների մեջ ինքը ընտրվեց։ Իր մրցակիցն է Սուզան Քոլինզ, որ 30 տարի է սենեթոր է։ Մեյն նահանգը մի թեթև դեմոկրատական հակում ունի, բայց Սուզան Քոլինզը ռեփաբլիկան է եւ 30 տարի իրենց ներկայացնում է, որտեղ ինքը այդ չափավոր ռեփաբլիկաններից է։ Հաճախ նաեւ Թրամփի հետ խնդրեմ է ունենում, որ Թրամփին կոչում է մի ձև ծայրահեղ աշխատանքներ է կատարում Սուզան Քոլինզը ասում։ Ամենայն դեպս իրեն մեղադրում էին այս նախնական ընտրության ժամանակ, որ տարբեր կանանց հետ հարաբերություն է ունեցել եւ կոպտել է կանանց 3 տարի ամուսնացել է, բայց էլի կանանց հետ շարունակել է իր հարաբերությունը, բայց եւ այնպես կարողանում է տեխնացուն դառնա, բայց ահա դժվար կացության մեջ է լինելու երբ որ նոյեմբերի ընտրությանը մասնակցի, ես այստեղ հիմա ուզում եմ ձեզ ցուցադրել, տեսնում եք հանդիպում է իր կողմնակիցներին եւ երեք կարողացավ հաջողի իր կնոջն եք տեսնում, հաջողի ու դառնա տեխնացու։ Այստեղ տեսնում եք եւ իր ուրախությունը հայտնում, որ կարողացել է Մեյն նահանգի դեմոկրատների տեխնացուն լինի նոյեմբերի ընտրության համար։ Եվ ինչ որ ցեզ ասում է հեռախոսով տեքստերը ուղարկել տարբեր կանանց եւ իրենց հետ հարաբերություն ունեցել, ոմանք վախեցրել է, այսպես տեսնում եք անգամ ամուսնությունից հետո նախկին ընկերուները բացատրել են տարօրինակ բնավորություն է ունեցել ջղային բնավորություն է ունեցել, օրինակ մեկին հրեն կամ բրթել է սենյակի մեջ, այսպես տեսնում եք իր կողմնակիցների հետ եք տեսում։ Ամենայն դեպս նոյեմբերին պետք է այդպես նախագահ Թրամփը խիստ իրեն քննադատեց այս տեխնացուին
եւ ասում է որ ինքը անպիտան անձնավորություն է եւ մարդիկ չպիտի իրեն քվեարկեն իսկ Կալիֆոռնիայում մեր մոտ Javier Becerra դեմոկրատների իհարկե Կալիֆոռնիան ընտրության համար դեմոկրատ ռիփաբլիկան չինա երկու բարձրագույն քվե ունեցողները տեխնատուն են լինելու նահանգապետի աթոռի համար գալիք ընտրությանը նոյեմբերին Javier Becerra-ն դեմոկրատ է եւ Hilton ռիփաբլիկան է որ նախագահ Թրամփը ով անավորում է իրեն այս տարվա ընտրության պիտի մասնակցեն ես ուզում եմ շարունակել մեկ ծնող հենց մեզ մոտ Orange County-ում գնում են օվկիանոս խիստ ալիքները բարձրացած են 20 ֆիտ երբեմն 6 մետր գալիս է դեպի ափը ամենայն դեպս իր երկու երեխաով գնում է 5 տարեկան իր աղջիկը հանկարծ անհետանում է այդ կնոջը եւ մի երեխային կարողանում են փրկել բերել ափը բերել իսկ այս անձնավորությունը տեսնում եք մեկ շարք կամ շնաձուկին բռնել է ինքը մասնակետ է շնաձուկերին գիտեք շնաձուկին շարքին չեք կարող որսել չեք կարող վնաս հասցնել ապահովված կենթանիներից են այս երկրի իրեն իհարկե թագ են անում մի բան միացնում են որ հետո կիմանան ուր է գնում ու շուտ 15 մոտարապես վարկյան 30 վարկյանում նորից իրեն վերադարձնում են ջրի մեջ որպեսի գնա շարունակի իր կյանքը այսպես տեսնում եք այդ աշխատանքը ինչ որ տեղի է ունենում տեսնում եք ալիքներն է որ Orange County-ում ինչ որ քիչ առաջ ասում էի ձեզի անձը պետք է այսպես վտանգավոր հերվից դիտել ուրիշ է մտնել ջուրի մեջ ուզեք տեսեք ջուրը ինչքան է բարձրանում ինչքան վտանգավոր է ուրեմն այսպես երեխան 5 տարեկան կորում է այս ալիքների մեջ Orange County-ում Laguna Beach-ում այսպես տեսնում եք դեպք տեղի ունեցավ ես ուզում եմ խոսել գողը Նյու Յորքում գողը Նյու Յորքում իրեն հետևում են շարունակենք իրեն հետևում են գնում է եւ թռնում է ջրի մեջ է թռնում Պոլիսը հետևում է տեսնում եք ահա վերջնական իրեն կարողանում են ձերբակալեն եւ տանեն դատավարության համար իսկ ես ուզում եմ ձեզ ցույց տալ մարդիկ ինչ որ գնում են մրցություններ նայելու հետո պայքարում են մեկը մյուսի հետ Նյու Յորքում ուրեմն եթե հիմա ցուցադրենք Նյու Յորքում տեղի ունենում խաղ է տեղի ունենում որտեղ Նյու Յորք այստեղ տեսնում եք Madison Square Garden ամենաճանաչված այսպես սրահներից մեկը NBA game է National Baseball եւ այստեղ տեսնում եք երկուշաբթի օրեր այս 5 ոստիկան վիրավորվում են երբ մարդիկ սկսում են իրար հետ կռվել մի հոգի Նյու Յորքը թիմը San Antonio թիմի դեմ այսպես 39 տարեկան գալիս է գնում այդ մյուս San Antonio թիմի շապիկն է հակել Նյու Յորքի թիմի կողմնակիցները իր շապիկը բռնում են երբ որ գնում է անձը գնում էր այսպես հանում են կռվում են մեկը մյուսի հետևից եւ այս երկու թիմերն են տեսնում եք հետո այս թիմի խաղացողներն են ցավ են արտահայտվում մեյերներ եւ նաեւ նախագահը պիտի կա տեսնի այդ խաղը տեսնում եք նախագահի մեքենան եք տեսնում այդ շրջանը լրիվ փակել են դժվար կացություն եւ այդ ժամանակ է ինչ որ տեղի ունենում իրար հետ կռվում են այս մրցության եկել են քաջալերելու իրենց թիմը բայց իրար հետ կռվում են ինչ որ տեսնում եք ես պիտի դադարեցնեմ Հյուսային Իռլանդիայի մասին խոսեմ Ռոմի Պապի մասին խոսեմ իսկ ծրագիրը հովանավորում է Ռաֆիզ մարքեթն է հովանավորում ծրագիրը Ռաֆիզ մարքեթը Բրբանկում է բայց Գլենդելի հարևանության Անդրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում եթե bankruptcy պիտի ֆայլանեք եթե հրդեհ տեղ ունեցած է տանը կամ բիզնեսի կենտրոնում կամ accident ունեք զանգարեք
խորհրդակցեք Անդրե Ղարիբյանի հետ։ Դոկտոր Իբրահիմի հովանավորում է ծրագիրը։ Եթե թաթի վրա թաթի տակ վերք է, քայլում եք շնչասպառ եք լինում, զանգարեք այս մասնագետին։ Իրեն գրասենյակները Orange County, Commerce, Encino, Glendale 616 East Glenox փողոց կվերադառնա։ Հյուսիսային Իռլանդիան, որը մաս է կազմում Անգլիայի, այս իմիգրանտներ, գիտեք, շատ են Եվրոպայից, այսինքն Թուրքիայի տուրիստ տարածքներից գալիս են Եվրոպա եւ գնում են Անգլիա, Իռլանդիա եւ այսպես։ Հիմա ուզում եմ ցույց տալ, կռիվ է լինում, մեկ իմիգրանտ տանակով հարվածում է, ուրեմն ժողովուրդ դուրս են գալիս, ասում են այս իմիգրանտներին հանեք այս երկրից, տեսեք, հրդեհվում է խանութներ, մեքենաներ, ժողովուրդ երբ որ բարկացած են այդ իմիգրանտների, գաղթականների ներկայությունը Իռլանդիայում դուրս չի գալիս մարդկանց եւ դուրս են գալիս բողոքի, այսպես տեսնում եք ինչ է տեղի ունենում Բելֆաստում, Բելֆաստը գիտեք անցյալ շատ հին ժամանակ ուրիշ կռիվներ է տեղի ունենում, այսպես տեսնում եք տեղի ունեցող այս բողոքի ցույցերը տեղացիները իդեմ իմիգրանտների ինչ որ եկել ու Իռլանդիայում բնակվում են։ Նաև Իլան Մասկը ասում է, որ եթե բողոքեք մշտական բողոքեք repeatedly եւ բարձրաձայնեք այդ ձեր բողոքը այն ժամանակ է որ ձեզ մոտ այսինքն ինքը դեմ է իմիգրանտների ինչ որ գալիս են այդտեղ այդ ժամանակ ձեզ լսողներ կլինեն ասում է Իլանը։ Սա Անգլիայի վարչապետն է, ինչ որ տեսնում եք այստեղ այս մասին խոսում էր, ամենայն դեպս սա է տեղի ունեցող եւ այնտեղ ասում է այդ ընտանիքի անդամներից մեկը որ վնասվել ասում եմ մեր ցանկությունն է որ խաղաղ ձևով բողոքներ տեղի ունենա։ Ես ուզում եմ վերջավորությանը Հռոմի Պապի մասին խոսեմ, որ Բարսելոնա էր այցելել ամենա երևի հին եկեղեցի, այսինքն կառուցվող 100 տարից ավել է մի եկեղեցի է Բարսելոնայում կառուցվում է, որը Անթոնի Գաուդի անձն է, ինչ որ սկսել 144 տարի առաջ սկսվել է այս կաթեդրալը կամ այս եկեղեցին, այս անձնավորությունը Գաուդի տեսնում եք, աշխատանքը սկսել էր եւ դեռ պիտի վերջանա 2034-ին։ Սա մի քանի տարի առաջին եք տեսնում կամ տարիների ընթացքին եք տեսնում եւ վերջնական ամեն ինչը տեղադրեն են դեռ ասացի ուրիշ աշխատանք կա, բայց սա ամենաբարձր tallest աշխարհի ամենաբարձր 125,000 մարդ գնացել է այս բացման աշխատանքին մասնակցելու եւ Հռոմի Պապը այդ բացումը կատարել է, տեսնում եք այս խրախճանքը ինչ որ տեղի ունենում աշխարհի ամենաբարձր եկեղեցին, tallest ամենաբարձր եկեղեցին է ինչ որ գոյություն ունի, սա Բարսելոնայում է եւ տուրիստական կենտրոն է ինչ որ ժողովուրդը գնում են տեսնելու այս եկեղեցին։ Ծրագիրը եկավ իր ավարտին, իսկ ծրագիրը նաև հովանավորում էր Սոնաֆե տարիցների կենտրոնն է հովանավորում, իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, կարող են ձեզ տանել այս կենտրոն ու վերադարձնեն։ Անաշե գիֆտն է հովանավորում ծրագիրը, եթե այս պիտի գնեք ջուրը երացնելու համար որևէ կարիքի համար սուրճ պատրաստեք, թեյ պատրաստելու $14.99 Անաշե գիֆտ Glenox փողոցի վրա է։ Comfort Zone-ն է հովանավորում ծրագիրը, եթե air conditioning-ի հետ որևէ հարցեր ունեք, եղանակը շատ տաքացել է, զանգարեք Comfort Zone եւ ասացեք, որ այս ծրագրից եք կամ այս ալիքից եք լսել իրենց ռեկլամը։ Մինչ նոր հանդիպում։